Լամեդիան և Քարահունչ հայագիտական կենտրոնը ներկայացնում են։ Այսօր խոսելու ենք Էնմերկարը և Արատայի տիրակալը շումերական վիպերքի մասին, որ Արատայի նվիրված շարքի 4 վիպերքերից երկրորդն է ըստ ժամանակագրության, բայց ամենակարևորն է, հիմնականն է և ծավալով ամենամեծը և մեծ հավանականությամբ առաջինն է գրվել։ Ամենայն դեպս բանասիրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք է որ առաջինը գրված լինի, որովհետև դրան հաջորդող եւ նախորդող վիպերքերում մենք տեսնում ենք հղումներ այս պոեմի վրա, բայց մյուս տեղերում հակառակը չենք տեսնում։ Սա կարևոր է պատմական վկայությունների առումով, որովհետև այնտեղ կան հիշատակություններ այնպիսի բացառիկ երևույթների մասին, մարդկության պատմության մեջ բացառիկ այնպիսի երևույթների մասին, ինչպիսին է, ասենք, ջրհեղեղը, ջրհեղեղից փրկվելը, գրի ծագումը, ինչպես սկսեցին կավի վրա սեպագրով գրել, այսինքն սրանք մարդկության քաղաքակրթության հետ կապված այնպիսի պահեր են, որոնց ամենահին հիշատակությունները մենք տեսնում ենք այս պոեմի մեջ, օրինակ Ուրուկի տիրակալներին է վերագրվում, Ուրուկը Եփրատի ափին գտնվող քաղաք էր, ովքեր չգիտեն, ասեն, որ այդ Ուրուկի անունից է այսօրվա Իրաքը, Իրաք պետության անունը, այսինքն այդ քաղաքը այնքան մեծ ազդեցություն ունեցավ մշակութային, քաղաքական, որ ամբողջ Միջագետքը հետագայում սկսեց կոչվել Իրաք։ Ըստ այդ լեգենդի կավի վրա առաջին անգամ տեքստ է գրի առել Ուրուկի արքաներից մեկը, առասպելական, ավելի ճիշտ էսպես ասենք, ոչ թե առասպելական, այլ առասպելացված, որովհետև մենք գիտենք, որ կան իրական արքաներ, պատմական, որոնց կերպարը հետագայում առասպելացվում է և կարող են նրանց մասին պատմել բաներ, որ իրականության հետ կապ չունեն։ Մարդիկ թագավորի մասին իրական կյանքը պատմելու փոխարեն երբեմն պատմում են նրա առասպելացած պատմությունը։ Օրինակ, մենք գիտենք, որ մենք հաստատ ունեցել ենք Արտաշես թագավոր, օրինակ, բայց Արտաշես թագավորի մասին կարող են այնպիսի առասպելներ պատմել, այսինքն այդ առասպելը Արտաշեսի, որը մահացած տեղից անդրաշխարհից անիծում է որդուն, երբ որ Արտավազդը ասում է ինչպես ավերակներին թագավորը, պարզ է, որ մահացած անդրաշխարհից որդուն անիծող կերպարը առասպելական կերպար է, այսինքն դիցաբանության հետ կապված, աստվածների հետ կապված բազմաթիվ սյուժեներ սկսում են հետո վերագրվել արքաների կամ հակառակը, քանի որ արքաները իրենք կրում են աստվածների անուններ, արքաների մասին պատմելիս երբեմն պատմողը պատմում է ոչ թե տվյալ արքայի իրական պատմությունը, այլ դիցաբանական պատմությունը, որը աստվածների հետ կապված դիցաբանական պատմություն, այսինքն իրական կերպարները, պատմական կերպարները և սյուժեները խառնված են դիցաբանությանը, հնագույն շրջանի պատմության համար դա բնական է։ Շումերական ժամանակներում այլ պատմություն չկար բացի դրանից։ Ինչ էր նշանակում պատմություն։ Մարդիկ պատմում էին իրենց նախնիների պատմությունը։ Դա էր ամբողջ պատմություն, գիր չկա։ Պատկերացրեք այսօր տատիկները, պապիկները, թոռնիկներին, եթե գիր չլինի, ինչ պիտի պատմեն։ Պիտի պատմեն, դե այս ինչ տեղից մենք եկանք, այստեղ տուն առանք, այսպես եղավ, այն մի հորեղբերը այսպես, այն քեռին այսպես, սա է իրանց Գերդաստանի ամեն մի ժողովուրդ պատմում էր իր տան, իր տոհմի, մեծ հաշվով նաև իր ազգի պատմությունը։ Եվ դրանք պատմվում էին տևական, երկար վիպերքերի տեսքով։ Դրա, ասենք, դասական ու շքեղ օրինակն է
մեր էպոսը։ Ինչպես հիմնվեց Սասունը։ Ով եկավ, որտեղից եկավ, ինչպես ծնվեց, ոնց քարը վրա դրեցին, ինչպես անուն դրեցին, ինչպես հիմնվեց այդ դինաստիան, Սասնա ծռերի դինաստիան եւ թագավորեց եւ ինչ սխրանքներ գործեց։ Ահա այսպիսի պատմության եւ սխրանքների ուրուկի արքաների շարք է ներկայացնում վիպերքը, բայց կոնկրետ այս դեպքում ամենահետաքրքիրն այն է, որ մենք տեսնում ենք բախում ուրուկի եւ Արատայի միջև։ Դա ավելի շուտ մրցակցություն է գերիշխանության համար եւ սա նաեւ բացառիկ է նրանով, որ առաջին անգամ փաստորեն այս շարքում, Արատային նվիրված շարքում, առաջին անգամ հայկական լեռնաշխարհում հիշատակվում է պետականություն։ Կոնկրետ անունով, մայրաքաղաքով, որտեղ ասվում է Արատա քաղաքի երկիր։ Այսինքն դա նաև քաղաք, որը հարաբերություններ ունի Միջագետքի հետ, ավելին առևտուր ունի, ավելին գերիշխանություն ունի։ Եվ ուրուկի արքաները փորձում են Արատայից վերցնել այդ գերիշխանությունը։ Այս տեսանկյունից իբրև պատմական վկայություն, սա կրկնում եմ հայկական լեռնաշխարհում վկայված ամենահին պետականությունն է։ Դրանից առաջ իհարկե եղել են պետականություններ կամ դրան մոտ մի բան, այսպես ասենք, բայց որոնք հնագիտական նյութերից մենք կարող ենք եզրակացություն անել։ Այսինքն կան հնագիտական փաստեր, որոնք ենթադրել են տալիս, որ առանց պետական կազմավորումների եւ պետական կազմակերպվածության նման մակարդակ հնարավոր չի ապահովել։ Բայց դա անուղղակի մեր ենթադրությունն է, ելնելով հնագիտական նյութից։ Իսկ այստեղ մենք գործ ունենք ոչ թե մեր ենթադրության հետ, որ պետք է որ լինի պետական կազմավորում, այլ արդեն հստակ գրած։ Այսինքն նախապատմական շրջանից պատմական շրջանին անցնելու առաջին գրի լեզու շումերերենն է, առաջին գրի լեզվում մենք արդեն դա ունենք։ Ուրեմն այդ պոեմը կոնկրետ Էնմերկարը եւ Արատայի տիրակալը։ Ես ավարտել եմ թարգմանությունը, տպագրվել է Նորք հանդեսում, բայց առանց ծանոթագրությունների։ Ես ուզեցի, որ մարդիկ դա կարդան նաև զուտ որպես պոեզիա, որտեղ շատ հետաքրքիր գեղարվեստական, գեղագիտական հաճույք կարող ստանան եւ գեղարվեստական մեծ արժեք ունի անկախ պատմական բանից։ Երկրորդ իբրև թարգմանական, լեզվական նյութ շատ հետաքրքիր է եւ կարեւոր հայոց լեզվի պատմության տեսանկյունից, որտեղ այնտեղ հասկայական քանակության բառեր կան հայերեն, որ ես չեմ թարգմանել, նույնությամբ օգտագործել եմ նույն բառը։ Ասենք կան բառեր, որ գրափարելի հայերեն են, բայց գրափարում կան։ Ես հիմա եթե ասեն գրեմ նքողյալ, այսօրվա ընթերցողը չի հասկանա։ Բայց էդ էլ կա։ Ես ստիպված գրափարից եմ թարգմանում աշխարհաբար, որ այսօրվա ընթերցողը հասկանա։ Այսինքն լեզվական տեսանկյունից էլ շատ կարևոր նյութ ունենք մենք եւ հարուստ նյութ։ Ես տպագրեցի, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան դա կարդալ որպես գեղարվեստական գործ։ Նաև պատմաբանների համար, հնագետների համար, լեզվաբանների համար, գրականագետների համար շատ կարևոր ու հետաքրքիր նյութ է։ Մյուս կողմից իհարկե ես հիմա պատրաստվում եմ տպագրել, հույս ունեմ մայիսին արդեն առանցին գրքով կհրատարակվի, որտեղ մեծ քանակությամբ ծանոթագրություններ կան, որովհետև առանց ծանոթագրությունների այլ բան է, պոեմը ծանոթագրություններով այլ։ Ծանոթագրությունները վերաբերում են հատկապես այն հատվածներին, որոնք անորոշ են կամ անհասկանալի։ Նկատի ունեմ նախկինում եղել են թարգմանություններ, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, որտեղ իմ կարծիքով ոչ ճշգրիտ բաներ կան։ Պլյուս դրան
ոչ թե արդեն իմ կարծիքով, այլ հենց իրենք չեն թարգմանել, ուղղակի կախման կետեր են դրել, մարդիկ ասում են չենք հասկանում, այստեղ ինչ է գրված եւ դրա համար էլ չեն թարգմանել։ Այսինքն կան նաեւ անորոշ հատվածներ, կան հատվածներ, որ իրենք կասկածանքով թարգմանել են եւ գրել են, որ մենք այստեղ հիմք չունենք, ուղղակի ենթադրաբար ենք այդպես թարգմանել։ Այսինքն ես որպեսի հիմնավորեմ, թե ինչու եմ ես այսպես թարգմանել, ինչու այս տեքստը այսպես պետք է թարգմանվի, ես ծանոթագրությունների մեջ գրում եմ, որ այսինչ այսպես է թարգմանել, այնինչ այնպես, այսինքն ընթերցողը հնարավորություն ունի ճշգրտելու այդ ամեն ինչը։ Բացի դրանից, հայոց լեզուն է մեզ հնարավորություն տալիս ճշտելու երբեմն իմաստները եւ շատ հաճախ անորոշությունների բանալին, անորոշությունները որոշակի տալիս է հայերենը, որոշակի է դարձնում հայերենը, ըստ իմաստով մենք առավելություն ունենք եւ նույնիսկ պարտք ունենք աշխարհի առաջ շումերական տեքստերը ճշգրիտ թարգմանելու, որտեղ մեզանից բացի ոչ ոք այդ հայերենը չգիտի։ Ուրեմն եւ լեզվական, եւ հնագիտական, եւ պատմական, եւ գրականագիտական այս ամբողջ հետաքրքրությունը եւ կարեւորությունը պոեմների գրքի մեջ կլինի եւ այդ կարեւորությունը հույս ունեմ մարդկանց կհրավիրի այդ գիրքը ուշադիր կարդալու, վերընթերցելու եւ այլն եւ այլն։ Դա կլինի երկրորդը արդեն 4 պոեմներից երկրորդը, առաջինը Արա Լուգալբանդան լեռան քարայրում պոեմներ, որ այս Լուգալբանդան այն մեր կարի որդին է։ Այսինքն այնպես ստացվեց, որ ես նախ հաջորդը թարգմանեցի, իսկ այս հիմա որ հրատարակվելու է նրա նախորդն է։ Այսինքն սա պիտի կարդան, հետո կարդան մյուսը։ 4-ից յուրաքանչյուրը ինքնուրույն պոեմ են, կարելի է առանձինել կարդալ, բայց մի շարք են կազմում։ Դեպի Արատա արշավանքի ժամանակ Լուգալբանդան թագավորի որդին հիվանդանում է, պարզ չի մահացած է, թե ողջ, անշնչացած վերակենդանանում է, այսինքն այդ պոեմը Լուգալբանդան լեռան քարայրում ես թարգմանել եմ առաջինը, ծանոթագրություններով մանրավասն հրատարակված է, որովհետև մտածեցի, որ դա ամենադժվարն է եւ իսկապես ամենադժվարն էր եւ միստիկական եւ աստղագիտական լուրջ խնդիրներ կար լուծելու, որ լուծված չէին։ Այդ խնդիրները հնարավոր էր լուծել կրկին միայն հայերենով եւ երևում էր, որ նախորդ թարգմանիչները ուղղակի չեն հասկացել։ Պարզ մի օրինակ ասեմ, երեկո է արևը մայր է, կենդանիները գլուխները հանեցին մսուրից։ Ամբողջ հարցն է, որ երեկոյան կենդանիները գալիս են գոմ, ոչ թե գլուխները հանում են մսուրից։ Իրականում կան աստղագիտական տերմիններ հայերենում եւ շումերերենում, որ օտար գիտնականները չեն հասկացել։ Այստեղ մսուրը կաթնծիրն է։ Մսուրք հայերեն նշանակում է կաթնծիր։ Դա ոչ միայն կենդանիների գոմն է, ախորն է, որտեղ դա կաթնծիրն է երկնքում։ Հարդագողի ճանապարհը կոչվում է մսուրք։ Իսկ կենդանիները այդ կենդանակերպի համաստեղություններն են։ Երբ որ կենդանիները գլուխները հանում են մսուրից, այդ նշանակում է աստղերը ծագում են։ Հարդագողի կաթնծիրի աստղերը ծագում են։ Այսինքն այնտեղ մեծ քանակությամբ աստղագիտական ֆրազներ կան, որ գիտնականները չեն հասկացել, որ խոսքը աստղային երկնքի մասին է։ Մտածել են, որ խոսքը սովորական գոմի մասին է եւ ինչ-որ չի բռնում իրար։ Այդպես լիքը բան չի համապատասխանում եւ չեն հասկանում եւ կամ կասկածով են գրում, կամ կասկածով են թարգմանում, կամ ընդհանրապես չեն թարգմանում, կամ գրում են, որ սա հասկանալի չի, ինչի հասկանալի չի, որովհետև կամ նույնիսկ այս պոեմի մեջ ասում է երկնքում Տիգրիսն ու Եփրատը միավորեցին իրար, միավորեց իրար։ Իրականում Տիգրիս ու Եփրատ համաստեղություններ կան։ Ջրհոսի համաստեղությունը այսօրվա ինքը պատկերացվում է իբրև երկու գետ, մեկը Տիգրիսն է, մեկը Եփրատն է։ Նույնը հայկական աղբյուրներում, մեկը Տիգրիսն է, կոչվում մեկը Եփրատ։ Էրիդանուսն է կոչվում է երասխ, գետն երասխ։ Այսինքն մեր աշխարհագրությունը երկրային
հայաստանյան աշխարհագրություն նաև երկնքում է։ Թարգմանիչները չեն հասկացել, ոնց կարելի է Տիգրիսն ու Եփրատը միավորել։ Այն ժամանակ Տիգրիսն ու Եփրատը Միջագետքում միավորված չէին։ Այնտեղ գրած է երկնքում։ Իսկ իրենք չեն պատկերացնում, ոնց կարող է երկնքում։ Թարգմանել են բաց երկնքի տակ։ Գոնե որ մոտավորապես սազացն են։ Իրականում խոսքը համաստեղությունների մասին է, ոչ թե իրական Տիգրիսի ու Եփրատի։ Ահա այսպիսի բաներ կան, որ եթե դուք աստղագիտական տերմինները հայերեն չգիտեք, ու Եփրատ ու Տիգրիսը շումերում էլ կա, բայց ասենք մսուրքը իրանք չգիտեն, որ դա է համաստեղություն։ Կամ ասма ջահավորն ու պոչավորը իրանք չեն հասկանում, որ այդ գիսավոր աստղ է։ Այդ ջահավորն ու գիսավորը, պոչավորը այդ գիսավոր աստղ։ Այսինքն ես թարգմանեցի նախ Լուգալբանդան լեռան քարայրում, որովհետև այնտեղ աստղագիտական եւ կրոնամիստիկական շատ բան կար եւ ամենաբարդն էր, փորձեցի դա հաղթահարել։ Իսկ այս մեկը Լուգալբան այն մեր կարը եւ Արատայի տիրակալ, այստեղ ավելի շատ պատմական նյութ է եւ պակաս միստիկ, քիչ է աստղագիտական կողմը քիչ է եւ ավելի շատ այն մասին է, թե ինչպես Արատայի եւ Ուրուկի մրցակցության մեջ այդպես էլ պարզ չի դառնում, թե ով հաղթեց։ Այդպես էլ պարզ չի դառնում, թե ով հաղթեց։ Նաև հետաքրքիր է, որ Արատայի մասին ասվում է եւ հենց այստեղ է ասվում, որ Արատայի ժողովուրդը ջրհեղեղի ժամանակ աչից ու ձախից շրջափակվեց ջրերով, հեղեղաջրերով, զատվեց մնացած աշխարից եւ Արատայի ժողովուրդը բարձացվեց մնացած ժողովուրդներից եւ Արատայի ժողովուրդը կանգնեց ջրհեղեղի մեջ։ Այսինքն սրանք բաներ են, որոնք ուրիշ ոչ մի աղբյուրում չկան։ Ես այստեղ անձամբ տեսնում եմ նաեւ պատմական հիշողություն այն մասին, որ հայկական լեռնաշխարհի մի որոշակի հատված իսկապես ինչ որ ժամանակ կղզիացած է եղել։ Բարի ուղակի իմաստով զատված է եղել մնացած այդ թե սառցադաշտերի հալման ժամանակ են, թե ինչ այդ երկրաբանները կասեն, բայց որ հայկական բարձրավանդակը ինքը կղզի է եղել։ Այդ մասին է ուղակի գրած, որ աչից ու ձախից Արատան շրջափակվեց հեղեղաջրերով, այսինքն այստեղ շատ գաղտնիքներ կան, որ ուրիշ ոչ մի տեքստում մենք չենք գտնում, եւ սա կարևոր է մեր ինքնաճանաչման համար, մեր պատմության համար եւ ընդհանրապես եթե հայոց լեզվով համապատասխան ծանոթագրություններով գիտական մենք չունենանք այդ 4 պոեմները, դա կարծում եմ մեծ պակասություն կլինի մեր իրականության, մեր գիտության, մեր հասարակական գիտակցության համար։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ, ոնց կարելի է Իլիականը, Ոդիսականը ունենալ թարգմանած եւ սրանք չունենալ։ Իսկ ինչու չունենալ, երբ որ կարելի է ունենալ։ Եվ սա հարստություն է, որից պետք է օգտվել։